Բարև ձեզ բարեկամներ, Փակ TV-ն եթերում է եւ ես ուրախ եմ ձեզ բոլորիդ ողջունելու մեր Երևանյան տաղավարից։ Այո, Մոսկովյան օրերը մնացին ետևում, այն բուժօգնությունը, որ ես ստացա 2 շաբաթվա ընթացքում, կարծում եմ կբավարարի, որ եւս 6 ամիս այսպես հանգիստ աշխատեմ Երևանյան տաղավարից։ Այնպես որ մեր բարեկամությունը ձեզ հետ շարունակվում է եւ ամենակարևորը մեր հյուրերը, որոնք միշտ գալու են մեր տաղավար, այսպես լավ տրամադրվածությամբ են մեզ հյուրընկալվելու։ Դա շատ կարևոր է եւ արդից օգտվելով մեկ անգամ էլ ասեմ, որ մենք գոհ շնորհակալ ենք մեր բոլոր այն ունկնդիրներից, որոնք փորձում են ամեն կերպ աջակցել Փակ TV կայացման գործընթացին։ Դե երևի ժամանակն է ձեզ ներկայացնեմ մեր այսօրվա ծրագրի շատ ցանկալի հյուրին, Նարա Գևորգյան, համահայկական ճակատ կուսակցության խորհրդի անդամ, Պայստազորի փոխգնդապետ։ Բարև ձեզ։ Բարև ձեզ, պարոն Ղուշյան։ Նարա, ես ձեզ այսօր ուզում եմ նաև ներկայացնել որպես Փակ TV-ի ռազմական վերլուծաբանի, որովհետև դուք բավականին երկար տարիներ Պաշտպանության նախարարության ոլորտում ձեզ դրսևորել եք միայն լավագույն կողմերից, իսկ որպես կանոն լավագույն կադրերը այսօր մի տեսակ խաղից դուրս վիճակում են հայտնվել։ Այո։ Դե խոսենք մեր բանակի ներկայ իրավիճակի մասին, ինչպես նաև մեր Պաշտպանության նախարարության այն շտապօգնության բուժօգնության մեքենաների ու դրանց որակի մասին։ Այո, մեքենաներ են բերել, պարոն Ղուշյան, այդ շտապօգնության մեքենաներ են բերել, վրան սենց մեծ կարմիր խաչով, Շուրիկի արկածների կինոն որ կա, որ գժանոցից Շուրիկին դնում ու տանում են, դե քանի որ Պապիկյանն էլ 7-ի գյով ազատվել բանակից, ունեցել այդ խնդիրները, ինձ թվում է ինքը դա բերել է, որպեսզի իրանց այդ խունտան, այդ ՊՆ-ի դավաճանական հավաքված խունտան լցվեն մեջու իրենց երկիր, կողքի երկիր, Ադրբեջան։ Ծիծաղալու է, որ այսօր նայում ես ամբողջ հակառակորդը ինչ մեքենաներով է զինում, ինչ զենքով է զինում բանակը, մենք ինչով ենք զինում բանակը։ Մի քանի օր առաջ վարչապետը Սյունիք էր գնացել եւ պարեկների մեքենաներն էին, այսպես ասում, ցուցադրում, ինչ մեքենաներ են բերել։ Հələ ոստիկանությունն են իրենք ուժեղացնում, այսինքն այս ոստիկանապետությունն են ուժեղացնում, բանակը թույլատրում են։ Ոչ զենք ունենք, ոչ մեքենա ունենք, ոչինչ չունենք։ Ու սրանով մենք գնում ենք դեպի ապագա։ Այսինքն Պապիկյանը ոնց իր ուղեղն է, այտենց տգետ մտածում, այտենց է ինքը բանակն է քանդում ի վերուստ։ Արդեն քանդելու տեղ չունենք, ես բազմիցս ասել եմ ու չեմ խնայի եւս մեկ անգամ ասեմ, որ չունենք։ Ամբողջ ցավը նրանում է, որ ասում գնում ենք դեպի բարեփոխումներ ենք անում։ Դու ոնց կարաս բանակում բարեփոխում անես, երբ որ դու ինքդ քո ենթականերով չես ծառայել։ Անում են բարեփոխումներ, վերջերս մեր առաջնորդը գեներալ Կարապետյանը ձեր հետ էր կարծեմ հարցազրույցի մեջ ճիշտ ասեց, որ ասեց բարեփոխումն անում են նրանք, ովքեր ընդհանրապես գաղափար չունեն դրա մասին։ Ինքը ոնց կարա բանակը բարեփոխումների տանի։ Կադրերից են խոսում։ Վարչապետը կառավարության նիստի ժամանակ ասում է կադրերի սուղ պակաս ունենք։ Մենք կադրերի խիստ սուղ պակաս ունենք, բայց միթե չկա մեզանում կադրեր, որ կարող են մեր իշխանության վերինացաններում։ Բոլորը գնում են դրսերում, մեծ գումարներ են ստանում։ Ինչ են գնում դրսերում, որովհետև քո բոլոր ստրուկտուրաները, բոլոր նախարարները ուժեղներին հեռացնում են եւ թողում են թույլերին։ Վառ օրինակ բերեմ, հոսպիտալային օղակում համաճարակաբանը շատ նեղ մասնագիտությունն է ինքը եւ վերջերս հոսպիտալի համաճարակաբանին պայմանագիրը չերկարացրեցին, որպիսի պատճառաբանեցին սենց ընդդիմադիր քաղաքական հայացքներով աղջիկ է մտնում քո մոտ դուրս գալի, դա իմ մասին էր խոսքը։ Դրա համար քո պայմանագիրը չենք երկարացնում։ Այսինքն իրանց համար կարևոր չի, ինքը մասնագետ է, մասնագետ չի։ Կարևորը իր մոտ ով է մտնում դուրս գալի։ Ընդ որում դա ասում է Ղարաբաղից տեղափոխված գեներալը, գեներալ Գրիգորյան Կարենկա, որը նաև հանդիսանում է Պապիկյանի կաշիլոկը։ Այսինքն ամբողջ, այսպես ասած, թալանը նա է մատուցում Պապիկյանին։
ասում է դե քո պայմանագիրը չերկարացրեցինք, որտեվ քո մոտ էս ինչ անձն է մտնում դուրս գալի։ Դուք պատկերացնում եք, հետո ասում եք կադրերի սուղություն կա։ Բոլոր ուժեղներին հեռացնում ենք յուրաքանչյուր ստրուկտուրայում։ Ու ասում են չկա կադրեր, որտեղից պետք է լինեն այդ կադրերը։ Հոմենակ ասելով չի։ Գիտես Նարա, կա եւս մի ցավոտ հարց, որի մասին ուզում եմ անպայման խոսենք, վերջերս էլ պետական այդպես աջաններից կորած այդ զինծառայողների ծնողներին, անհետ կորած զինծառայողների ծնողներին ասել են դե ուրիշ զավակ չունեք, հետո հասկանալով այս արտահայտության տգետ իմաստ, հետո այս արտահայտության շատ նողկալի, ինչպես ասում են, արված արտահայտությունը, ասել են դա գիտեք սովորական ուղղակի վրիպակ է եղել, դա այդպես չի իրականում, մենք այդպես չենք ասել գրել։ Հա, ուրեմն պատասխանեմ ձեր այդ հարցին, Պապիկյանն ընդունում է անհետ կորած ծնողներին եւ պատասխանում է։ Ես այդ ժամանակահատվածում զինվորների ծնողներին եւ պատասխանում է, ես այդ ժամանակահատվածում պաշտպանության նախարար չեմ եղել։ Այսինքն, եթե դու չես եղել, դու կարաս չընդունես։ Փոխնախարար Արման Սարգսյանը ասում է, դե գիտեք, այո, եղել են վրիպակներ, եղել են թուրիմացություններ։ Ես այդ ժամանակ, որ կառավարության ապրիլի 7-ին ծնողները այնտեղ լուր, այսպես ասած, ակցիա են անում, մեր կուսակցությունն էր այնտեղ, եւ հարցազրույցիս մեջ ես ասացի, բա թող մի հատ վրիպակ ու թուրիմացություն լինի ձեր ընտանիքների, ձեր երեխեքի հետ։ Վարչապետն այդ անհետ կորած զինվորների ծնողներին ասել էր, ինչա ուրիշ երեխեք չունեք, ինչ եք ընկել այդ մի երեխեքի հետևից, գնացեք ձեր մյուս երեխեքով զբաղվեք, տարեք ձեր երեխեքին գերի հանձնեք Բաքու, մեր երեխեքին փոխանակեք բերեք, մեկա ձեր բարեկամությունն է Ադրբեջանում, մեր երեխեքին հետ բերեք, դա ասելու պատկերացնում եք անհետ կորած ծնողին, դու նման զինվորի ծնողին, դու նման արտահայտություն ես անում, վրիպակ կա եղել, թուրիմացություն է եղել։ Դուք ամբողջ ձեր իշխանությունով եք վրիպակ ու թուրիմացություն, ինչի մասին է խոսքը։ Եվ իրենք անդադ սպառնում են, որ դուրս գաք խոսեք, դուրս գաք միտինգներ անեք, այնտեղ ձեր երեխեքը նայում են այս ամենը, այնտեղ ալիք կա, որ Ադրբեջանը ցույց է տալիս, ու երբ ծնողները ինչ որ հավաքվում են նմանատիպ ցույցերի, այնտեղ կանչում են երեխեքին, ասում են եկեք տեսեք ձեր երեխեքն ու իշխանության խոսքերով եմ ես դա ձեզ ասում, եկեք տեսեք ձեր ծնողները ցույցեր են անում ու իբր թե այնտեղ երեխեքին նեղում են։ Մեր գերեվարվածներին։ Պետք է ասեմ, որ վախի, ստի, կեղծիքի այս մթնոլորտը տիրում են մեր բանակում ցավոք եւ այն իրավիճակը, որի մասին դուք էլ մի քանի բառով ասեցիք, իսկապես շատ ցավալի է։ Ահա որ։ Տեսնում եք ինչ որ ճանապարհներ այդ ամենը շտկելու։ Այս ամենը շտկելու միայն ասել ենք պարոն Խոշյան, որ միայն սրանց հեռանալը կլինի։ Սրանց հեռացնելը, սրանք իրանք ոտքով չեն գնալու։ Բոլորը կարճած են։ Սյունիքում լարվածություն կա, բազմիցս խոսում են, բազմիցս գրում են։ Պաշտպանության նախարարն ասում այո, ճիշտ է, ես սոցցանցերից տեղեկացա, որ կրակոցներ կա սահմանին եւ լարվածություն կա, բայց այդ լարվածությունը վնաս չի մեզի։ Իրանք վնասի տակ ինչ են հասկանում։ Դու տգետ վնասի տակ ինչ ես հասկանում։ Եթե դու պաշտպանության նախարար ես եւ ասում ես սոցցանցերից տեղեկացա, Բաքո տեղակալները, քո գլխավոր շտաբը, շտաբի պետի տեղակալն ինչ են անում։ Ուր են քո օպերատիվ վարչությունն ուրա, որ քեզ չի զեկուցում, քո հետախուզությունն ուրա, որ քեզ չի զեկուցում։ Դու ինչի համար ես այնտեղ։ Բանակում որ վարչության պետը կամ որ մի բարձրաստիճան սպան փորձեց ինչ որ մի առաջարկություն անի, ինչ որ մի բան ասի, գիտեք ձեր ասածը սա սխալ է, գուցե սենց անենք, վերջ կամ դա ազատվում է, կամ վրան քրեական գործ են հարուցում, էսա բանակում։ Մեկը մեկի վրա գրում է, մի վարչությունը մյուս վարչության վրա գրում է, մեկը մեկի հետով շփվեց, երկուսից մեկը ազատվում է պաշտոնից։ Այսինքն ինչ ասեմ, շատ տգեղ մթնոլորտ է ձևավորված պաշտպանության նախարարությունում, որը ազդում է նաև զորքի վրա։ Ես կուզենայի որ խոսենք նաև ոստիկանության ներմուծած էլեկտրոմոբիլների մասին, այս առումով պաշտպանության նախարարությունում ինչ է նկատվել։ Դե նայեք, ոստիկանություն ներմուծել այդ էլեկտրոմոբիլները, նորմալ մեքենաներ են ներմուծել, նաև ես դες ասեմ, համազգեստները մի քանի օր առաջ իրանք ցուցադրում են ոստիկանության համազգեստները,
որոնց սաղավարտների վրա ամեն ինչ կա, եւ այդ լուսավորության ազդակը, եւ ամեն ինչ, հələ դուք նայեք մեր հատուկ նշանակության զորքի համազգեստին։ Դրսում զինվորականը քայլում է, արդեն դու այնքան են արժե զրկես զինվորականի կեցվածքը, զինվորականի ինքնասիրությունը, որ նայում ես փուշլատը մի գույն, ներքևը մի գույն, բայց ինկանները մի գույն, երբևիցե սենց չի եղել։ Ոչ մի նախարարի օրոք այս կարգավիճակով զինվորականը նսերմացված չի եղել, պարոն Ղուշյան։ Ես էլ եմ ասում, կրկնվում եմ, նա չի գաղափար չունի ինչա, երբ որ նա Կարճաթև Մայկայով դուրս է գալի զորքի առաջ, լինելով պաշտպանության նախարար, հազար ներողություն եմ ասում, բարեմասնություններ, նա ցուցադրում զորքին, գոնե մի քիչ ատլետիկ լինի ցուցադրելուց։ Ինչն է ինքը ցուցադրում, հետևից կանգնած գլխավոր շտաբի պետն է պատիվ առնում զորքին։ Ինչի մասին ենք խոսում։ Մի այդտեղ կանգնած իրեն հարգող բարձրաստիճան սպա չկա, որ ասի պաշտպանության նախարար ես, գոնե կոստյումով ներկայացի զորքին, ոչ թե Կարճաթև Մայկայով ներկայացի։ Զորքը ինչ է սովորելու իրանից, սպան ինչ է սովորելու իրենից։ Եվ էս ենք մենք։ Նարա, գիտես, իհարկե շատ ցավալի հարցեր են սրանք, թվում է առաջին հայացքից թե այդքան էլ կարևոր չէ, բայց իրականում շատ կարևոր է։ Եվ այնինչ իսկապես այսօրյան իրավիճակը ինչ մեր բանակում է լուրջ մտահոգության տեղիք է տալիս։ Ես հասկանում եմ նաև ձեր վրդովմունքը։ Տեսեք, այսօր ուզում եմ հարցնել, որտեղ են այսօր մեր Արցախի գեներալիտետը, ինչով են նրանք զբաղված։ Նրանք կարծես ոչ մի ակտիվություն չեն ցուցաբերում։ Ինչով դա կբացատրեք։ Ես կբացատրեմ, որ սրանց թելը թելեցին, այս իշխանության Ղարաբաղի պաշտպանության նախարարը ներկայումս կամ խորհրդականն է կամ օգնականն է Պապիկյանի, նույն այդ որ քիչ առաջ ասեց այդ գեներալ Գրիգորյան Կարենի մասին, նույն ինքը որ էլի Ղարաբաղից տեղափոխված է, պաշտոն է զբաղացնում էլի, չշեշտեմ պաշտոնը, մի քիչ դուրս չգամ գաղտնիությունից, եւ իրենք նույն այդ Կարենը ասում եմ հանդիսանում է իր կաշիլոկը, այդ ամեն ինչ իր ձեռքով անցնում, այսպես ատկատները ինքն է անում այդ ամեն ինչը։ Իր կաշիլոկով նկատի։ Պապիկյանի կաշիլոկն է հանդիսանում, այո, եւ իրենց համար կապ չունի, երկիր են կորցրել, երկիր չեն կորցրել, ժողովուրդն է կոտորվել, ինչ։ Կարևոր իրանք տաքուկ նստած են։ Ղարաբաղի նախարարը Վարդանյան Կամուն, եթե իրան հարգեր է տուսադիրներով ու որպես արցախցի, ինքը ասեր ես իմ երկիրն եմ կորցրել, ինքը այսօր չէր գա նստել իր Պապիկյանի կողքին, կամ ասում խորհրդականա կամ օգնականա։ Ընդ որում իրեն զանգ է եղել Վարդանյան Կամոին դեռ միջև հանձնելը Ղարաբաղի, ու ինձ զանգել են, ասում են, գիտեք, թող իրան չզանգեն, Վարդանյան Կամոին չզանգեն, թե չէ իրան կարողա գործից հանեն։ Իրեն զանգել են զգուշացնեն, որ մի օր դիմացեք, ընդամենը մեկ օր դիմացեք եւ ամեն ինչ լավ կլինի։ Ինքը վախեցել էր, որ իրան կարողա գործից հանեին։ Այդ զենքերը ինքը թողեց, ինքը հրաման տվեց, այսինքն այդ հրամանը իստեղից է գնացել, որպեսզի զորքը չկռվի։ Մեր զորքը երբևիցե չի պարտվել։ Վերադասն է նման հրամաններ տվել։ Դուք ձեզ կհարգեք, լինելով արցախցի, լինելով ընդեղի նախարար, պաշտպանության բանակի նախարար, այսօր գայք ինչ-որ մեծ ճղճի մի կողքը օգնական կամ խորհրդական աշխատեք էլի։ Այսինքն կարևորը փողն է։ Ես որքան հասկացա, վատել չեն վարձատրվում։ Միանշանակ, եթե կողքից էլ իրենք թալանով են զբաղվում, ինչի մասն է խոսքը։ Վերջերս ազգային ժողովը մի նոր նախագիծ է նախապատրաստվում, ըստ որի զինվորական ծառայության սահմանային տարիքը 27-ից ուզում են հասցնել 37-ի։ Որքանով է դա նպատակահարմար։ Սարգսյան Հայկ ինչ որ կա այդ ՔՊ-ում, այո ինքն է այտենց որոշը։ Ես ձեզ ասեմ, սա ընդամենը որ բյուջեն փող լցնեն, պարոն Ղուշյան։ Իրանք ինչ-որ sense աբսուրդային աստղաբաշխային թվեր են, չէ՞ նշանակե այս տարիքում որ եկար այսքան գումար կվճարես, այս տարիքում եկար այսքան ինչ որ գումար կվճարես։ Դուք 35 տարեկան, 7-ը չեն վերցնում, 35 տարեկան պատկերացնում եք անձը գա, որ ամբողջ կյանքում չի ծառայել, գնա 18 տարեկանի հետ ծառայի։ Իրանք բայց նույն Հայկը թող գնա ծառայի, նույն Հայկը կամ իր աներձակներ կամ կնոջ եղբայրներ։ 1 տարի առաջ բանակից ազատեցիք, բախի ազատեցիք։
Ես հստակ տվյալ եմ ասում, խի ազատեցիք այդ դեպքում բանակից, թող գնա ծառայեր, բոլորին ուղղորդում եք։ Քոչարյան Անդրանիկ անհետ կորած ծնողներին զինվորների ծնողներին ընդունում է, ուղղորդում է, Անդրանիկ կոչեցալ, բա քո տղան թող գներ գերեվարվեր։ Ես իմ այդ ուղիղ եթերի մեջ հարցազրույցում ասեցի, քո տղան այդ ժամանակ դու փախցրեցիր ու ոչ միայն իրան, բազմիցս նմանատիպներ իրանց տղաներին փախցրեցին։ Նաև նշեմ հիմա ըստ իմ տեղեկությունների առողջապահության նախարարի տղային են տեղա Զորամասի ցանը, քանի որ այդ Զորամասի սահմանում կրակոցներ ա եղել։ Ձեր երեխեք են մնացած երեխա չէ։ Անդրանիկ Քոչարյանը հազիվ խոզերին էր տեղափոխում Ղարաբաղից, Մարալիկ կոչեցյալ կան ռազմական ոստիկանությունում, իր այդ իր խոզերին էր պազիկներով տեղափոխում։ Բա թող իր երեխեքն այնտեղ կռվեր։ Էս են իրանք։ Նրա ոնքան ձեզ լսում ես, այնքան ավելի ես հիասթափվում մեր բանակից։ Պանղուշյան այդ հələ ներկայացնում եմ ես ձեզ շատ քիչ տոկոս եմ ներկայացնում, որ դուք իրականում տեսնեք ինչ է կատարվում։ Անկեղծ եմ ասում, սենց գլուխներդ կբռնեք, Վազգեն Սարգսյանը քանի անգամ կշրջվի իր այդ գերեզմանի մեջ, էլի։ Ես ասում եմ, անգամ Սերժ Սարգսյանի ժամանակ սենց չի եղել։ Չքաղաքականացնենք հարցը։ Պարզ է։ Դե Սյունիքում նկատել եք, որ ադրբեջանցիները թիրախավորում են խաղաղ բնակչությանը։ Այո։ Եվ կրակոցները ավելի են հաճախակի դարձել մանավանդ եւ վարչապետի վերջին հայտարարությունը եղավ Սյունիք, դրանից հետո կրակոցները կարծես էլ ավելի այսպես թափով սկսվեցին։ Ինչով եք դա բացատրում։ Ես կարայի դա բացատրել sense որտեղ իրենք գնում են, ուրեմն դա նշանակում է այդ թևի վրա վտանգ սպասենք։ Բոլորին կինը կրթում է, մեկը լինի իրանց կրթի։ Կրթությունը նորաձև է։ Դուք ձեր կրթությունից սկսեք։ Անկիրթներ, յուրաքանչյուրը չավարտած, յուրաքանչյուրը չվերջացրած բուհերը, չսովորած, առաջինը ձեր երեխեքին կրթեք, նոր անցեք առաջ։ Ասում եմ, որ կողմ ինքը գնում է, ինքը իր կնոջ հետ գնում է, այդ կողմը պետքա վտանգ սպասենք այդտեղից։ Ես լավ հոտ չեմ առնում այս ամեն ինչից։ Հեծանիվներ են քշում, չէ՞, կրթության նախարարը հեծանիվներ ա գնել դպրոցների համար։ Ես կասեի առաջին այդ հեծանիվ իր ամուսնուն ա պետք, որ գոնե մի քիչ մարդաշնորհքի կգա, դուրս կգա եթերների մեջ։ Եվ այդ հեծանիվը ինչ անելու։ Օրենք են հանում, որ կարա սովորի, չսովորի, կարևոր ինքը իր ատեստատը կստանա։ Եվ կողքից կրթվելը նորաձևությունն է, վարչապետի կինն է այդ թեզը տարածում։ Ոնց կարաք համեմատեք այդ երկու բևեռները։ Երբ կրթության նախարարը հայտարարում է, եթե դու սովորես, չսովորես, դու քո ատեստատը կստանաս։ Այսինքն ստանում ենք լրիվ դեբիլացման, երեխեքին դեբիլացնում ենք։ Ասում եմ, հեծանիվը լավ է։ Երեխեքը հեծանիվով կգնան, կգան։ Հեծանիվի փոխարեն զենք առեք, զինեք բանակը։ Նայեք մի հատ հələ ձեր թշնամին ինչա, ոնց է զինում, ինչա առնում իր բանակի համար, ինչ համազգեստներ է առնում, դուք հələ ձեզ նայեք։ Ես ասում որ պիտի գող լինենք, որ դպրոցներում չեն պարտադրում զվազեղանելը։ Դրան է սպասեք։ Եթե պարտադրել են ասում հեծանիվ քշելուն, հենց գո իրանից ասում է, գիտեք, այսքան միլիոն տվել ենք հեծանիվ ենք գնել։ Վասյուկի պատմությունը հիշում եք շախմատի։ Հիմա մենք Հայաստանը դարձել է հեծանվային Վասյուկի։ Վասյուկի, հա, ու հեծանիվ ենք քշում։ Պատկերացնում եք, Ադրբեջանը նայում է, որ երկրից ղեկավարը Մեղրիում հեծանիվ է քշում։ Ասում եմ, որ կողմ ինքը գնաց հեծանիվ քշեց, այդ կողմը այդ տարածաշրջանը վտանգի տակ է։ Իդե վերջերս էլ տեսան թե տարածվել, որ ինչ որ միգրանտների ռուս ուժայինները տապալել էին գետնին, հետո պարզվեց, որ այդ միգրանտները հայեր են եղել։ Այս մասին ինչ կարող եք ասել։ Մենք ճշտել ենք, դրանք հայեր չեն եղել, մուսուլմաններ են եղել, վարչապետի ֆեյսբուքյան ցանցերի այդ ֆեյքերը այտենց տարածեցին, աշխատեցին հակառուսական, որպեսզի հակառուսականություն տարածեն երկրում, կապեցին, որ իրենք հայեր են եղել, որպեսզի ասեն, տեսեք, ռուսները ոնց են հայերին վերաբերվում, բայց մենք հստակ ճշտումներ արեցինք, դրանք մուսուլմաններ էին։
Մուսուլմաններին էին այո տապալը եւ այտենց ոնց որ ներկայացրել են այդ ֆեյքերի խումբը, դրանք այտենց չի եղել է իրականությունում, այո, էմիգրանտներ են եղել, որոնք Ռուսաստանը որոշել է, որ պետք է իրանց երկրից դուրս գան իրենք։ Այնքան են իրենք լծված Ռուսաստանի դեմ, այնքան են իրենք իրենցով ապրում, որ Եվրոպա, որ փորձում են ժողովրդին էլ նման ֆեյքերով տարածեն ու ասեն նայեք ռուսները ոնց են վերաբերվում հայերին։ Հələ դուք տեսեք դուք ոնց եք վերաբերվում, ռուսները երբ որ գալիս են։ Օդանավակայանում երբ գնում գալիս ենք Ռուսաստան, սահմանապանները նենց կարան վերաբերվեն Ռուսաստանից եկած ռուսի մասին է խոսքը, որ ասում ես այդ մարդն ինչ է արել։ Ընդամենը իջել է որ պասպորտ կոնտրոլն անցնի։ Դուք ոնց որ ստեղ եք վերաբերվում, բարձա հայերին էլ այնտեղ պետք է վերաբերվեն։ Ինչի մասին է խոսքը։ Դա այ ֆեյքերին հիշատակեցիք, ֆեյքերի հզոր բանակ ունի իշխանությունը։ Այո, ֆեյքերի։ Եվ այդ բանակով նրանք անընդհատ հարձակվում են այս կամ այն քաղաքական գործչի, այն անձի վրա, ով որ ճշմարտացի խոսք է ասում։ Իդեպ մեր հաղորդումից հետո հիմա ֆեյքերը կատաղած սպասում են, թե ձեզ ինչ գրեն, բայց մենք այդ հնարավորությունից նրան զրկել ենք, որտեղ մեր այս հաղորդումից հետո մեկնաբանությունների այդ տարբերակ չի լինելու, այնպես որ այդ ֆեյքերին ուզում եմ ասեմ հանգստացեք, պահեք ձեր ուժերը հաջորդ երևի հյուրերի հետ կապված, բայց դուք էլ այն ոչնչություններն եք, որ այդպես էլ չհասկացաք, որ անընդհատ ծառայելով այս վայ իշխանություններին ի վերջո ինքներդ եք հայտնվելու նման տխուր վիճակում, համամիտ ես։ Միանշանակ համամիտ եմ, այդ ֆեյքերն են, իրանց շներն են, որ սենց ոսկորները գցում են դեմը դուրս են գալիս, շամպես վնգստում են, այն չախոյան կա մի հատ նայում ես, չես տարբերում էլի կիննա, տղամարդա ինչ է իրականում, դրանց մոտ այդ գենդերային հավասարությունը նորմալ երևույթ են։ Սաֆարյան Ստյոպիկ ինքին ընդհանրապես հայլու մեջ նայում է, որ դուրս է գալի խոսում է։ Ռուբինյանը, որ դրանից հետո ամեն մեկը խոսում են, Ալեն Սիմոնյանը ասում է, սահմանադրության մեջ երբևիցե չի եղել, որ Արցախի վերաբերյալ հարց չի եղել, Արցախը միշտ Ադրբեջան է եղել, նույնն է Միրզոյանը Անտալիայում հայտարարեց։ Իդեպ այդ հայտարարությունը շատ զարմանալի է։ Նայում եք ու դուք մտածում ես, դու արդյոք Հայաստանում ես ապրում, թե չէ, դու այդ սահմանադրությանը ծանոթ ես, թե չէ, որտեղից իրավ վերցրեցին։ Նույն Միրզոյանը Անտալիայում ասաց, որ եթե կնքել խաղաղության պայմանագիրը, մենք 10 րոպե անց կարող ենք լուծարել նաև Մինսկի համաձայնագիրը։ Երեք էլ Կարապետյան Կարենը, այսպես ասած, ասում էր, որ մեր դուրս գալը ԵԱՏՄ-ից բավականին մեծ խնդիրների առաջ կկանգնենք։ Սրանք չեն հասկանում, անում են այնց, ոնց որ Ալիևը թելադրում է։ Հասկանալի է, բայց երբ որ քու արտգործնախարարը նման հայտարարություններ է անում, արդեն դա վտանգավոր է, այո, այսինքն սրանք նախապատրաստում են ժողովրդին։ Նախապատրաստում են ժողովրդին, որ այսենց է լինելու։ Բայց ըստիս երևի չհասցնեն։ Իրագործեն իրենց անելիքները։ Ըստիս։ Ի վերջո ժողովուրդը պետք է համախմբվի, պարոն Ղուշյան։ Մեր ամենահզոր ուժը կլինի, որ ժողովուրդը համախմբվի։ Երեք մեր ծրագրի հյուրը Արա Աբրամյանն էր, Ռուսաստանի հայերի միության նախագահ, նա ասաց, պարոն Փաշինյան, որքան շուտ դուք հեռանաք, այնքան ավելի լավ կլինի ձեզ համար։ Կիսում եք այդ կարծիքը։ Միանշանակ կիսում եմ, ոչ միայն Արա Աբրամյանի կարծիքի հետ եմ կիսում, այլ երևի այսօր 80% ժողովուրդն է դա մտածում։ Գյումրի ընտրություններից հետո, եթե իրանք ինքնասիրություն ունենան եւ փարաքարի ընտրություններից հետո իրանք պետք է իրենց վեշերը հավաքեն դուրս գային։ Մենք այդ օրերին Գյումրիում ենք։ Ես որ տեսա ովքեր են այնտեղ սատարում ՔՊ-ին, ապշած է մնացել։ Պարոն Ղուշյան մեկին չէիր տեսնի իրա դիրքում, իրա ձևի մեջ նայում ես պաշտոն է զբաղեցնում, գործնախարար, փոխնախարարն էր արտգործնախարարության են, որ մատուցող աշխատեր ժամանակին։ Ինքը տենց մատուցողի մնացել էր, խոսալու ձևը, պահելա ձևը։ Ես ձեզ ասեմ, մեջներից երևի ավելի իրան հարգողը Վիլեն Գաբրելյանը եղավ, որ անկեղծ մարդը իհարկե ալկոհոլի ազդեցության տակ էր, բայց անկեղծ ասեց, որ 26 թվին մենք չենք լինելու, եւ ինքը եկավ մանդատը վայր դրեց։
Վիլեն Գաբրելյանը մանդատը վայր դրեց։ Չգիտեի, ես Ու Մոսկվայում էի։ ըստ ինձ հասած լուրերի ոչ մեկ ԿՊԱ-ներից կողքը չկանգնեց։ Այսինքն իրանց մոտ եթե մեկը եզը ընկնում, ասացված կա, չէ, դանակավորները շատանում են։ Այդ պարագան ինքը իր կողքին ոչ մեկ չհայտնվեց ԿՊԱ-ներից։ Հա, ալկոհոլ էր օգտագործել, բայց ինքը անկեղծ խոսաց։ Դե ալկոհոլի ազդեցության տակ Ասում մարտավելի անկեղծ։ նայում է, նա язык է, այո։ Ու ասեց մենք 26 թվականին չենք լինելու։ Մարդը խոստովան էր։ Ամբողջ ԿՊ-ն իր սվիտայով, սենց ասեմ, ընդեղ էր։ Գյումրիում էին իրենք։ Եվ ի վերջո Սարիկը ոչ ԿՊ է, գեներալ Կարապետյանն է ասեց, ինքը ԿՊ-ից չի, ինքը նախկին հանրապետական է եղել, այսօր ոնց դարձավ ԿՊ-ական։ Դրանից ով է գլուխանում, մի օր ճամբարափոխներ են եւ այլն, եւ ինքը չանցավ, անգամ ինքը իր թաղում չանցավ, ձայներ չհավաքեց։ Եվ իրենք այդ ամենը չեն նայում, որ իր կինը միջև այսօր փարոս է ստանում, միայնակ կինա գրված իր կինը փարոս է ստանում, իսկ վարչապետը կառավարության նիստի ժամանակ ասում է դուք պատկերացնում եք մենք 30 տարի մարդկանց նպաստ ենք տալիս եւ իրենց վատություն ենք անում։ Բա կտրի նպաստը։ Մեկը քո տեխնացուն նպաստը ստանում, կտրի նպաստը։ Կամ դրանով դու ինչ ես վատություն անում, դու այնքան աշխատավարձ կամ թոշակ ես տալի, որ հələ մի հատ նպաստն ես կտրում մարդկանցից։ Մարտի 8-ին երևի որ սուտ չասեմ 20 ու ավել տարի բանակում մարտի 8-ի կապակցությամբ կանանց 20,000-ով պարգևավճարներ էին տալիս։ Պապիկյան այս տարի չի տվել, ասում է բանակում բյուջեին փող չկա։ Տեսնես այդ բյուջեի փողերն ուր է գնում, նաև ասեմ, որ մենք իրենց բոլոր փաստաթղթերը մեզ մոտ պահվում է, թե իբր թե ինչ գնումներ են անում զենքի եւ զինտեխնիկա, իբր թե ինչ գնումներ են առնում։ Մեքենաներ են բերել $30,000 հնդկական, որ հնդիկների պես տենց փոքր մոքր է չափսերով եւ այլն, որ այդ 30,000-ով կարա ուրիշ ջիպ առներ, էլի գոնե, կամ ուրիշ մեքենաներ առներ բանակի համար։ Դե քանի որ ինքը անասնագոմից են կոմ բան չի տեսել ամանկուց ի վեր։ Իր համար այն ժամանակ են կարետայի օրն անգնելու էլ իր համար այդ անասուններն են եղել որպես լավագույն միջոց մեքենաների։ Այսօր ինքը ջիպ է տեսել, որով գնում գալիս է այդ ջիպով, այն տոչնի զոլուշկայի կարետայի օրն անգնելու։ Վերջում որ սենց հողին հավասարվի։ Մանա զգուշ է, այդքան Պապիկյանին այսպես ժողովրդական լեզվով ասած քլնգում եք չեք մտածում, որ կարող է բարկանա։ Բա, թող բարկանա, խինքը տղամարդա որ կարա բարկանա։ Կարող է այդ բան դերնոծարայի պայմանագիրն ունի, ով որ բարկանա։ Խինքը տղամարդա կարա բարկանա, ինքը մենակ կարա կնոջ վրա խոսքը հենց իմ ասի բերանը փակեք, դրան ազատեք աշխատանքից եւ դա ում հետ շփվում է դրանց էլ ազատեք աշխատանքից ծառայություն ցես է իրա։ Ասեմ ձեզ հիմա ըստ կախված օդում լուրերի բոլոր հարցերը լուծում է իր հայրը Ստեփանավանի մսավաճառը այդ տաղավարում։ Այսինքն ով ուր նշանակվի ով ինչ անի։ Պետք է գնալ Ստեփանավան հորը տեսնես, կրոնը ընդունես, որպեսզի պաշտոն ստանաս։ Այն արա, չգիտես ծիծաղաս, թե տխրես։ Լաս։ Լալու, տատիկս կասեր լալու բան է։ Այո։ Գյումրեցու ասածով լալու բան է։ Բոլորին սենց պետքա հավաքես ու վառես, լցնես միտեղ ու վառես, կամ 10 ժողովրդի ձեռքը։ Օհո, սապելի բաններ ես ասում նրա։ Լավ, ես իհարկե ուրախ եի քո հերթական բաց այսպես զրույցի համար։ Կարծում եմ, որ դու ընդունեցիր իմ առաջարկը դառնալ Փակ TV ռազմական վերլուծաբանը եւ բարբերաբար մեզ հյուրընկալվել խոսել բանակում տիրող իրավիճակի մասին։ Իդեպ ես կուզենայի, որ մեր զինված ուժերի ղեկավարությունը, պաշտպանության նախարարը այդպես չլսվեր այսպես տրամադրությամբ անպայման պատժելու մեր այսօրվա զրուցակցին, որտեղ նա մեր հերոստալիքի արդեն ռազմական վերլուծաբանն է եւ խնդրում եմ հարգեք նրան որպես այդպիսին։ Այլապես մենք կարող ենք մեր բարեկամությունը ձեզ հետ միշտ խզել։ Ընդունում եք մեր առաջարկը։ Ընդունում եմ, պարոն Ղուշյան, այո, ընդունում եմ։ Շնորհակալ եմ նաև նման առաջարկի համար եւ վստահության համար։
Դե դուք բանակում 2 տասնամյակից ավելի տարի եք անցկացրել, գիտեմ թե դա ինչ է նշանակում, հույս ունեմ, որ ձեր բարեկամությունը մեր ազգային բանակի հետ շարունակվելու է։ Այո, ես ասել եմ, կկրկնեմ, զորակոչվել եմ, քանի որ Վազգեն Սարգսյան նման պես նախարարի հետ եմ ծառայել եմ իրենց հետո, նաև Միքայել Արտյունովիչի հետ եմ ծառայել, որ ինքը գլխավոր շտաբետներ հետո նախարար դարձավ, Սերժ Սարգսյանի, Սերյան Օհանյանի հետ եմ ծառայել, այո, նման նախարարներից հետո այս Ապիկարի հետ ծառայել իմ համար շատ նաև վատ կներ, անկախ նրանից ես կզորացրվեի, թե չէի զորացրվ եւ միակ վատ բանն է նա, որ պատկերացնում եք իմ անձնական գործի մեջ զորակոչից հրամանը ստորագրում է Վազգեն Սարգսյանը, որից հետո պաշտոնի եմ նշանակվում, կոչում եմ ստանում գեներալ Արշակ Կարապետյանի ստորագրությունն է, իր հրամանով եմ ստանում եւ արձակվում եմ պահեստազոր ուսուցչուհու հրամանով։ Դե Այդ անձնական գործս ամբողջ այդ իմ ծառայությունը կարելի է ասենց ոնց որ զրոյացնել։ Մեկի որ ստորագրությունն է նայ, գժի ստորագրությունն է։ Անկամ ստորագրության նման չի։ Հասկանալի է։ Շնորհակալ եմ, որ եկար։ Սիրելի բարեկամներ, այսօր մենք հյուրընկալել էինք Նարա Գևորգյանին, ով ինչպես ասացի, այսօրվանից արդեն համարվում է Փակ TV ռազմական վերլուծաբանը։ Մնացեք լավատես, ցտեսություն։